Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ ԱՊՀ անդամ հանդիսացող այլ պետությունների հետ ընդված միջազգային պայմանագրերում, օրինակ ստեղ նշվում է Ադրբեջանի ԱՊՀ անդամ լինելու եւ Արմատայի հրճակագիրը որպես ԱՊՀ-ի Հայաստանի միանալու եւ Ադրբեջանի միանալու միջազգային պայմանագիր։ Այսինքն որևէ ԱՊՀ անդամ այլ պետության հետ միջազգային պայմանագրերի քննության առարկա դարձնելուց Սահմանադրական դատարանը երբեք քննության առարկա չի դարձրել այդ պայմանագիրը Արմատայի հրճակագիրը, որի դեմ բավարարված չի։ Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձրել։ Հենց դրա համապատասխանություն Հայաստանի Սահմանադրությանը, որտեղ այդ ժամանակ Սահմանադրական դատարանը հասարակ չի եղել, կառավարությունը ավելի չի ներկայացրել Սահմանադրական դատարանը։ Եվ նաև ինչ ասում, եւ անկախության հրճակագիր, այսինքն վերցրել են բարույթը ընդունել մի փաստաթուղթ, որը տարել են այլ մեկնաբանություններով, վտանգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, վտանգելով Հայաստանի Հանրապետության իրավական որպես միավորի սուբյեկտի գոյությունը, տալով դրան վերաբերող մեկնաբանություններ։ Այո, ես դրա մեջ տեսնում եմ պետական դավաճանության ենթադրյալ անձանքի տարել, բայց դա ոչ թե տեղեկություն է, այլ դատողություն, այլ հիմնավոր կասկած, այլ հաղորդում անձնագործության մասին, ըստ որի պետք է իրականացվեն գործողություններ։ Կամ վերջիններս մյուս եզրույթը։ Պետական դավաճանները, վարձկան ահաբեկիչներ, ապօրինության հետևանքով այնտեղ հանգրվանած կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք ծառայում են թշնամուն։ Այսինքն այստեղ նույնպես կա իշխանազավթման եւ պետական դավաճանության ենթադրյալ հանցանքի վերաբերյալ դատողություններ եւ հիմնավոր կասկած։ Իսկ որոնք են դրանք։ Այսինքն պատասխան դատա, ես իմ տեսակետները նորից եմ բոլոր դեպքերում նորից դեպված անդադար պետք է գտնեմ, որ դրանք ոչ թե տեղեկություններ են որևէ մեկի մասին, այլ փաստեր կամ դատողություններ, վերլուծություններ։ Հիմա այլակասիկ ինչի եմ ես մտածում, որ ենթադրենք Վահե Գրիգորյանը իրականացրել է պետական դավաճանության ենթադրյալ հանցագործություն։ Վահե Գրիգորյանի կեսագրական տվյալները, որոնք տվյալ պահին արկային Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում նշված է, որ պարոն Գրիգորյանը 1997-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Իդեպ, համեմատելով կեսագրության մյուս տեղեկությունների հետ, պարզվում է, որ պարոն Գրիգորյանը զինվորական ծառայության է մեկնել պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ ավարտելուց հետո, այսինքն ոչ թե 18-ամյա ժամկետային նորակոչի, այլ որպես իրավաբանի իրավագետի որակավորում ունեցող մասնակետ իրավաբան զինված այլևս բավարար իրավական գիտելիքներով։ Ես ունեմ տեղեկություններ, ընդ որում դա ոչ թե արատավորող, այլ ճիշտ հակառակը իրեն շատ պատիվ բերող տեղեկություն է, որ պարոն Գրիգորյանը իր զինվորական ծառայությունը անցկացրել է Արցախում։ Հիմա ես ուզում եմ իմանալ, ցանկացած զինվորական, մենք իհարկե միջնորդություն կներկայացնենք դատարանին, երբ որ գա այդ փուլը, պաշտպանության նախարարությունից ստանալու համար Վահե Գրիգորյանի անձնական գործը, ցանկացած զինվորական, երբ որ զինվորական ծառայության է անցնում, տալիս է զինվորական ծառայության անցնելու երթում։ Մասնավորապես ենթադրվում է, որ պարոն Գրիգորյանը ասել է, որ ես Վահե Գրիգորյանը անցնելով ծառայության զինված ուժերում երթվում եմ ու շարունակում է ծառայել հայրենիքին, կատարել հրամանները, կյանք չկրել համահայրենիք։ Ես որևէ տեղեկություն չունեմ, որ Վահե Գրիգորյանը եղել է ուստադրուժ, այսինքն ակնհայտ է, որ նա բարեխիղճորեն կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ, ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Արցախում։ Հիմա ես ուզում եմ իմանալ, լինելով իրավաբան, ծառայելով Արցախում, վիճահարույց չհամարելով իր ծառայության գտնվելու վայրը, տասնյակ տարիներ անց 2024 թվականին լինելով հենց այս գործով որպես զեկուցող դատարանում, ինչպես է Վահե Գրիգորյանը իր նախապատրաստած որոշման մեջ եւ նաեւ իր հատուկ կարծիքում, որը համընկնող հատուկ կարծիք է որոշումները, այսինքն ակնհայտ է նրա մոտեցումը, ընդունում է ըստ էության, տալիս է մեկնաբանություններ Հայաստանի անկախության հռչակագրին, Արմատայի հռչակագրին, ըստ որի իր ծառայության վայրը դեռպես 1991 թվականից հանդիսացել է Ադրբեջանի Հանրապետություն։ Այդ դեպքում հարց առաջանում, եթե դա Ադրբեջանի Հանրապետությունն է 91 թվականից, Վահե Գրիգորյանը 97 թվականից 98 զինվորական ծառայության մեջ է գտնվել Ադրբեջանի Հանրապետությունում, դա մեղադրանք է, որը հիմա ներկայացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ դեպքում ես ուզում եմ իմանալ ինչու պարոն Վահե Գրիգորյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում, ինչպես որտեղ գտնվում են
Արցախի ռազմական ղեկավարությունը եւ այլ ռազմագետներ։ Եթե նա այն ժամանակ հայրենանավեր ծառայությունը իրականացրել, իսկ իմ կարծիքով նա այդպես է եղել, եւ հիմա է ասում, իրեն հիմա է փոխվել իր մոտեցումները, ես ուզում եմ հասկանալ ինչ հանգամանքներով է դա եղել։ Այսինքն, միգուցե նա արդեն դավաճանությունը իրականացնում է պետության հանդեպ, այդ դեպքում ինչի չի գտնվում Հայաստանի Հանրապետության քրեական դատարանը, բայց պարոն հիմա գտնվում է մարտիրավների եվրոպական դատարանը։ Հատում է ձեր մտքի տրամաբանությունը դատարանի հասկանալի է, բայց փորձեք մեղադրանքի շշեղել։ Ես մեղադրանքը եզրակացության հետ արտահայտությունների շրջանակներում եմ։ Ես հասկանում եմ, բայց այնուամենայնիվ դուք ավելի փորձեք մեղադրանքի շրջանակներից այդքան դուրս չգաք, դուք ավելի եք դուրս գալիս, քան պետք է մեղադրանքից դուրս մի եկեք։ Փորձեմ Որովհետև դուք ցուցմունք տալու իրավունք եք ունենալու ձեր ցուցմունքում, եթե ցանկանաք ցուցմունք տալ, կարող եք ցուցմունք տալ։ Սա զուտ բացման խոսք է։ Մեղադրանքի վերաբերյալ ձեր կարծիքը։ Օրինակ բացման ահաբեկիչների մասին։ Բացա որ որևէ խելամիտ մարդու մոտ լսելով որ ժամանակական դատարանի դատավորները վարձան ահաբեկիչներ են, անկողմնակալ որևէ դիտորդի մոտ չի պատկերվել նրանցից որևէ մեկը, այնպես ինչպես մենք ճանաչում ենք վարձան ահաբեկիչներին, ասենք ահաբեկչի տեսքով, չգիտեմ, հանդերձանքով, ավտոմատով, պիկապի նստած։ Իսկ սա ապենակ համեմատություն է։ Ինչ եղան է համեմատության հիմքը։ Վարձկանությունը, վարձատվության մասով, ահաբեկչությունը նպաստելու մասով։ Օրինակ վարձկանության մասով ես նայել եմ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդանի թիվ Ե000-099/2012 զեկույցը, որը նշվում է ամեն տարի Պաղեստինի ինքնավարությունը $54 միլիոն է վճարում Իսրայելի բանտերում գտնվող ահաբեկիչներին։ Ահաբեկիչները ստանում են ամսական $300-3,000, համեմատության համար նշենք, որ պաղեստինցի միջին աշխատող ամսական ստանում են ամենը մոտ $385, մեջբերման ավար։ Սահմանադրական դատարանի դատավորները 2020 թվականից հետո վերանայվել են նրանց աշխատանքի վարձատրության համակարգը, ինչի հետևանքով նրանց աշխատավարձները կտրուկ բարձրացել են, եւ ըստ նրանց գույքի եկամուտների հայտարարների ստանում են ամսական մոտավորապես 1.5 միլիոնից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ, կապված դատարանի նախագահով դատավորը։ Այդ թիվը շատ համադրելի է այն $3,000 վարձատրության շարքն է, որը նշված է Եվրոպական խորհրդանի զեկույցում։ Այսինքն վարձկանության մասը համեմատված է նրանց վարձատրության հետ, որը ստանում են վերջին ժամանակաշրջանում, իսկ ահաբեկչական իմաստը այն է, որ նրանց կայացած որոշման հետևանքով այսօր ահաբեկչության զոհ են դառնում Հայաստանի քաղաքացիներ, որոնք գտնվում են Ադրբեջանի բանտերում, որովհետև Ադրբեջանի իրավապահ մարմինները Արցախի ռազմական ղեկավարության եւ մյուս ռազմագերիների դիտարկում են որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչ որ այդպես է, որտեղ նրանք Հայաստանի քաղաքացու անձնագիր, եւ շատ պարզ հստակ նշում, որ Հայաստանի օրենսդրությունը, այսինքն եւ կառավարությունը, վավերաստորագրերով փաստաթուղթ տալով մեկնաբանություններ, եւ սահմանադրական դատարանը, որը երեքի բարձր դատարանն է, իր որոշման մեջ հիշատակվող ընդհանրական որոշման մեկնաբանություններով, եւ ազգային ժողովը վավերացնելով այդ փաստաթուղթը ընդունում է փաստը, որ 1991 թվականից Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Այսինքն նրանց նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում իրականացվող պետական մակարդակով ահաբեկչությունը հիմք է ընդունել նմանատիպ որոշումներ։ Այսինքն եւ ես ոչ թե նկատի եմ ունեցել ՍԴ որևէ դատավորի անձամբ վարձկան ահաբեկչի կարգավիճակում, այլ համեմատել են նրանց գործողությունը ահաբեկչական գործողության հետ այս տրամաբանությամբ։ Քաղաքական բուտ կա արտահայտությունը։ Այս արտահայտության հեղինակը պատվարժան դատարան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հնչեցրել է 2020 թվականի մարտի 12-ին, անձնական 21 գներում, 20 թվականի մարտի 12-ին։ Այդ արտահայտության համար նա երբևէ քրեական հետապնդման չի ենթարկվել, եւ ես էլ այդ ժամանակաշրջանում ճիշտ ասած աշխատել եմ սահմանադրական դատարանում եւ լսելով նրանից այդ արտահայտությունը եւ իմանալով որ նա դրա համար երբևէ պատժի եւ պատասխանատվության չի ենթարկվել, ինչ իրավունքի վերաբերյալ կրկնել այդ արտահայտությունը։ Հիմա այդ արտահայտությունը կրկնելու համար ինձ մեղադրանք առաջադրվել, բայց պաշտպանի կողմից միջնորդություն ներկայացում առավել բնօրինակի հեղինակի պատասխանատվության ենթարկել մեր շուրջ դրամաբանությունը ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ։
Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատրյանի հատուկ կարծիքների մասով մեղադրական եզրակացության մեջ գրած է։ Դա առաջինչ բովանդակային առումով դատարկություն, նշելով, որ անկախության հռչակագիրը չի կարող փոփոխման ենթարկվել, իսկ նման տեսակետ կարող ունենալ կամ տգետը, կամ գիտակից դավաճանը, այլ տարբերակ գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ հարգարժան հանրային մեղադրողը, լինելով մասնագիտության իրավաբան, պետք է որ վաղուց իմանալ, որ սահմանադրական դատանի դատավորների հատուկ կարծիքները դրանք նորմատիվ իրավական ակտեր չեն հանդիսանում։ Այսինքն, եթե ասում եմ, որ դրանք առողջին չեն, նկատում են դրանց իրավական նշանակություն, դրանք սահմանադրական դատանի որոշման մեջ տված մեկնաբանությունների վրա որևէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ։ Դատավորի հատուկ կարծիքը միայն տեղեկատվական աղբյուր է հանդիսանում հասկանալու համար ընդունված որոշման գործընթացի, ընթացակարգերի պահպանման կամ խախտումների, օրինականության, առանձին դրույթների վերաբերյալ իր դատողությունների մասին, այսինքն դրանք կիրառվում են բացառապես հրապարակային խոսքում, գիտական աշխատություններում եւ այլն։ Այսինքն ըստ էության իրավական իմաստով առողջին չեն։ Եվ ես դա եմ ասել։ Դրա արատավորող տեղեկությունը դատավորի մասին որտեղ է։ Ես դրամականությունը չեմ կարողանում հասկանալ։ Կամ որ հռչակագիրը փոփոխման ենթակա չէ։ Սա աքսիոմետիկ ճշմարտություն է, որովհետև այո, հռչակագիրը փոփոխման ենթակա չի եւ գոյություն չունի որևէ մարմին, պետական մարմին, որ կարող է փոխել անկախության հռչակագիրը։ Ավելին, անկախության հռչակագրի 12-րդ կետը ասում է, որ այս հռչակագրի հիման վրա կարող է ընդունվել նոր սահմանադրություն, փոփոխություններ կատարվել սահմանադրությունում եւ դրան պետք է համապատասխանեն պետական մարմինների գործունեությունը։ Իսկ աքսիոմետիկ ճշմարտությունը ներկայացում է ինձ որպես մեղադրան դատավորի հասցեի արատավորող տեղեկություն ներկայացնելու համար։ Բացարձակ տրամաբանություն ես որևէ կերպ չեմ կարող գտնել։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի վերաբերյալ նա դատավոր չէ, այլ հանդես եկել որպես ահաբեկիչ, վարչական ահաբեկիչ։ Չեմ գտնում պատասխան դատարան նախորդ մեկնաբանության մեջ արդեն անդրադարձա այս եզրույթների գործածության հիմքերը։ ՍԴ-ի մասին ՔՊ-ի մի իրավական գրասենյակ է, որտեղ կայացնում են քաղաքական որոշումներ։ Օրինակ, այնտեղ խոսք կար նաև դատավորների ընտրության օրինականության մասին։ Պատասխան դատան ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սահմանադրական դատանի գործող կազմի եւ 2020 թվականի կազմի համեմատության փոխվել է սահմանադրական դատանի 7 դատավորներ, այսինքն 9-ից 7 դատավորները փոփոխության են ենթարկվել վերջին շրջանում։ Նրանցից 3-ը փոխվել է 2020 թվականին իրականացված մի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնք ակնհայտ հակասահմանադրական եւ հակաօրինական են, իրականացվել են բացառապես ազգային ժողովի իմ քայլը խմբակցության որոշումներով։ Նույնիսկ ազգային ժողովում գտնվող Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները ոչ միայն չեն մասնակցել որոշման ընդունմանը, այլ նույնիսկ քննարկումների դա համարելով ակնհայտ հակասահմանադրական գործընթաց։ Այսինքն, մի քաղաքական թիմ նախաձեռնել է ապօրինաբար Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթաց, որ իրավասությունը չուներ, որովհետև մեր սահմանադրությամբ դատական իշխանության վերաբերող փոփոխությունները կարող են իրականացվել բացառապես հանրակրվելով, նշանակված է հանրակրվել, որը հետաձգվել է միայն Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշման արտակարգ դրություն հայտարարելու հիմքով եւ չեղարկվել, այդ ժամանակահատվածում միայն մեկ քաղաքական կուսակցության անդամների որոշմամբ չունենալով նման իրավասություն, կատարում են փոփոխություն սահմանադրության մեջ, ինչի հետևանքով առանց սահմանադրական դատանի մասին սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերի, որով նախատեսվում է դատավորի լիազորությունների դատարությունը, ապօրինաբար ՍԴ 3 դատավորներ զրկվել են դատավորի այս կարգավիճակից, ՍԴ նախագահը զրկվել է այդ կարգավիճակից, որից հետո այդ նույն քաղաքական թիմը միայն այդ բոլոր որոշումներին մասնակցել է միայն ու միայն իմ քայլը խմբակցությունը։ Ընդրել է սահմանադրական դատանի նոր դատավորներ, որոնք են դեպ կայացրել այս որոշումը։ Այսինքն, հիմա այս փաստերի արձանագրումը դա համարվում է արատավորող տեղեկություն դատավորի մասին, դատարանի մասին ընդհանրապես։ Այսինքն, չի կարելի առողջ տրամաբանության մեր երկրում հրապարակային խոսքում բարձրաձայնել այն ապօրինությունների արատավորող ընթացների արատավորող ոչ թե տեղեկությունների իմաստով, այլ հանրային կյանքը արատավորող գործընթացների մասին բարձրաձայնել եւ դանել հրապարակայինորեն։ Բայց ինչ պետք է անեն հրապարակախոսները, իրավաբանները, հասարակական գործիչները, եթե ոչ դա
Փաստորեն դա եթե դա անում ես, ապա դառնում ես ոչ թե մեղադրանքի թիրախ են դառնում են մարդիկ, ովքեր իրականացրել են այդ ապօրինությունները, այդ մարդը, ով բացվածայնում է դրա մասին։